Զբոսաշրջությունը հատկապես վերջին 3 տարում Հայաստանում նկատելի աճ է ապրել, սակայն միայն արագ աճը երկարաժամկետ մրցունակությունը չի երաշխավորում։ Արձանագրում են Հայաստանի զբոսաշրջությունը, որտեղ ենք եւ ինչ դեռ պետք է անել թեմայով պանելային քննարկման մասնակիցները։ Այժմ հիմնական հարցերից են՝ ինչպես ապահովել կայուն զարգացում կարճաժամկետ ընդլայնման փոխարեն, ինչպես զբոսաշրջությունը դարձնել երկարաժամկետ տնտեսական շարժիչ ուժ։ We've been fortunate enough for the last 13 years. Մենք բախտավոր ենք վերջին 13 տարիների ընթացքում լինել Հայաստանում մեր գործադիր MBA ծրագրով։ Առաջին անգամ երբ եկա այստեղ, ասացի այս վայրը մեծ ներուժ ունի։ Մարդիկ ինձ ասում էին՝ դե լավ, ոչ ոք չի ուզում Հայաստան գալ։ Անցյալ տարին զբոսաշրջության համար ամենահզոր տարին էր։ Ապագան հիանալի տեսք ունի, բայց ապագան եւ այնտեղ հասնելու ուղին հասկանալու համար կարեւոր է, որ մենք հասկանանք, թե որտեղ ենք եղել ու որտեղ ենք հիմա։ Պանելիստները զբոսաշրջության քաղաքականություն մշակողներն են, ոլորտի մասնագետներ ու գիտնականներ։ Նրանք նշում են, որ զբոսաշրջությունը պարզապես ծառայությունների ոլորտ չէ։ Այն տնտեսական բաղադրիչ է, որն ազդում է նաև աշխատատեղերի ստեղծման, համաչափ զարգացման եւ ազգային ապրանքանիշի ձևավորման վրա։ Ես ներկայացնում եմ աշխարհի ամենամեծ թանգարանային համայնքը ICOM-ը։ Մենք Հայաստան ենք բերում գիտնականների, հետազոտողների, մշակութային ժառանգության մասնագետների։ Ավելի քան 20 տարվա ընթացքում այստեղ ենք բերել ավելի քան 600 հայտնի միջազգային անձանց եւ կազմակերպությունների։ Դա ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ, քանի որ նրանք սովորաբար վերադառնում են արդեն ընտանիքներով։ Զբոսաշրջիկները ցանկանում են ճանապարհորդել անվտանգ ճանապարհներով։ Սա իսկապես կարևոր է եւ հենց հիմա Հայաստանն աշխատում է այդ օրակարգի վրա, մեր ճանապարհներին ինտեգրելու Եվրամիության անվտանգության ստանդարտները։ Հայաստանը չունի ծով, նավթ ու գազ, մեր այսպես կոչված օգտակար հանածոն մարդիկ են, նշում են հայկական туриզմի պատասխանատուները։ Մենք ուզում ենք զբոսաշրջիկը Հայաստանից գնա դրական էմոցիաներով, իր հետ տանի հիշողություններ, որոնք անգնահատելի են եւ ամեն զբոսաշրջիկը դա մեր դեսպանն է աշխարհում։ Համաեվրոպական Executive MBA ծրագիրը դա ղեկավարների եւ բիզնես մասնագետների համար նախատեսված ծրագիր է եւ քանի որ մեր ծրագիրը, ինչպես ասացի, դա որոշում արդիական թեմաներ է, туриզմը այսօր ուղղակիորեն կապված է զարգացման հետ։ Պանելային քննարկումը կազմակերպած համաեվրոպական Executive MBA ծրագիրը վերջին տասնամյակում դարձել է Հայաստանի առաջատար բիզնես կրթական նախաձեռնություններից մեկը։ Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին որպես Շեֆիլդի համալսարանի Executive MBA, հայ գործարարներին եւ ղեկավարներին տրամադրելով միջազգային ճանաչում ունեցող բիզնես կրթություն։